Ռոբերտ Քոչարյանն անօրինական է համարում Որոտան հեկի սեփականաշնորհումը, ընդգծելով, որ այդ գործարքին մասնակցած անձինք վաղ թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու։ Այդ գործարքի մեջ միակ դրական հանգամանքը Հայաստանի էներգետիկայում ամերիկյան ընկերության ներգրավումն է, մնացածը որևէ կերպ չի տեղավորվում սթափ մտածողության սահմաններում։ Հայաստանի էլեկտրագեներացիայի ամենագրավիչ միավորը վաճառվում է ծայրահեղ կասկածելի ձևով, անտեսելով օրենսդրության պահանջները, շրջանցելով խորհրդարանը։ Փաստորեն Որոտանի հեկի բոլոր էներգետիկ օբյեկտները վաճառվել են գույքի օտարման եղանակով, այնպես ասես վաճառվում է ընկերության հնացած գրասենյակային կահույքը։ Ակնհայտ է նաև, որ Որոտանի վաճառքն այս պայմաններով կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, իսկ դա նշանակում է, որ չինովնիկների սխալների կամ անկշտության դիմաց վարձահատույց է լինելու ամբողջ Հայաստանը, քանի դեռ ուշ չէ հարկել լրջորեն վերանայել համաձայնագիրը կամ ընդհանրապես հրաժարվել վաճառքից։ Երկիր Էյմին տված հարցազրույցում այսօր ասել է Ռոբերտ Քոչարյանը, զգուշացնելով. Գործարքի անօրինականությունն այնչափ ակնհայտ է, որ դրան առնչություն ունեցած անձինք դժվար թե խուսափեն պատասխանատվությունից, դա զուտ ժամանակի հարց է։ Նկատենք, որ Որոտանի հեկի հարցը ընդգրկված էր նաև խորհրդարանական քառյակի 12 պահանջներում։ Ոչ իշխանական ուժերը, մասնավորապես իշխանություններից պահանջել են բացառել Որոտան հեկերի համալիրի գույքի վաճառքն առանց ազգային ժողովի հավանության։ Որոտանի խնդրից բացի Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է խորհրդարանական քառյակի մի քանի այլ պահանջներին ևս, մասնավորապես խոսելով տեսանկարահանող սարքերի եւ կարմիր գծերի մասին, Հայաստանի երկրորդ նախագահն անհեթեթություն եւ ցինիզմ է որակել քաղաքացիների հաշվին մասնավոր անձանց հարստացումը։ Բնակչությունից գումարների կորզման գործառույթն իրականացնում են Հայաստանի պետական կառույցները, այսինքն մասնավոր ընկերությունների գերշահույթը քրտնաջան աշխատանքով ապահովում են իշխանության մարմինները, ըստ մամուլի չհերկված հրապարակումների այդ ընկերությունները փող կապակցված են պաշտոնյաների հետ։ Սա անհեթեթություն է ու ցինիզմ, որը չի տեղավորվում բարոյականության որևէ սահմանում։ Քաղաքացիների տուգանքները չպետք է դառնան մասնավոր անձանց հարստացման միջոց, ասում է Ռոբերտ Քոչարյանն, ընդգծելով, որ նախ տուգանքների չափը անհամադրելի է նվազագույն աշխատավարձի չափին, երկրորդ խախտումների համար վճարվող գումարների գերակշիռ մասը պետք է մտնի պետական կամ համայնքային բյուջե, այլ ոչ թե մասնավոր անձի գրպանը, եւ երրորդ փողոցային կայանումը պետք է բացառապես Երևանի քաղաքապետարանի գործը լինի։ Հիշեցնենք, խորհրդարանական քառյակը իր 12 կետերից մեկով պահանջել էր վերանայել տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի կարմիր գծերի գործող համակարգերը։ Իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն անդրադառնում է նաև 100% համամասնական ընտրակարգին անցնելու ոչ իշխանական ուժերի պահանջին, ընդգծելով, թե դա անկասկած նպաստավոր է։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրման պահանջին, ապա Քոչարյանն ասում է. Ստեղծված իրավիճակում հաշվի առնելով կոռուպցիայի ծավալներն ու կառավարչական անարդյունավետությունը, դա հավանաբար կարող է իրական զսպիչ գործոն դառնալ պաշտոնատար անձանց անսահման ախորժակի դեմ, եզրափակում է Հայաստանի երկրորդ նախագահը։ Այսպիսով կարելի է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում է ոչ իշխանական ուժերի պահանջները, ավելին որոշ դեպքերում հանդես է գալիս ավելի արմատական դիրքերից։ Պատասխանելով Ազատության այն հարցին, թե ինչպես է իշխող հանրապետականը գնահատում իրենց հասցեին Քոչարյանի հնչեցրած սուր գնահատականները, հանրապետական խմբակցության падգամավոր պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հետևյալ պատասխանը տվեց. Սատարելու մասով, որ սատարում է քառյակին, մենք ուրախ ենք, ուրեմն քառյակը բավականին լավ է աշխատում, եթե ունի նոր սատարողներ, եթե այդ սատարողները նոր են ի հայտ եկել, ես պետք է մի հատ հասկանանք, արդյոք նոր սատարող են, թե վաղուց սատարում են, թե ոչ, եւ խնդիր չկա, ուրեմն մեր ընդդիմությունը կարողանում է ճիշտ նշանագետին խփել եւ ունեն նոր սատարողներ։ Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի այն գնահատականին, թե Որոտանի հեկի վաճառքը իշխանությունն այնքան անօրինական ձևով է իրականացրել, որ վաղ թե ուշ դրա հետ առնչություն ունեցող անձինք պատասխանատվության են ենթարկվելու, Հովհաննես Սահակյանն ասաց, որ եթե որևէ մեկը անօրինականության մասին փաստեր ունի, ապա պետք է դիմի իրավապահ մարմիններին։ Եթե մեր Հայաստանի Հանրապետության որևէ մի քաղաքացի անկախ իր պաշտոնից, դիրքից, գտնում է, որ որևէ քայլ, որևէ գործողություն անօրինական է իրականացվել որևիցե մի պարագայում, դա պետք է անհապաղ դրա հետ կապված դիմեն դատարան կամ իրավապահ մարմիններին, որպեսզի այդ խնդիրը լուծվի։